Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը բնական է համարում, որ տնտեսական աճի վերաբերյալ հայտարարությունները քաղաքացիներին հավատ չեն ներշնչում։ Նա նույնպես կասկածում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե տնտեսությունը 4.4% աճ է գրանցել։ Եթե ես չեմ կարողանում երեխային կարգին դպրոց ուղարկել, եւ հագուստով, եւ պիտույտներով, եւ այդ պարագայում ասում են ինձ տնտեսական աճ կա, դե եթե դուք ուզում եք հավատաք, հավատացեք։ ՓՄԶ-ների սուբսիդավորման վերաբերյալ կառավարության հայտարարության մեջ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ժամանակ շահելու փորձ է նկատում։ Ըստ նրա սուբսիդավորման չափը շատ փոքր է։ Հիշեցնենք, որ կառավարությունը որոշում է ընդունել փոխհատուցել միայն ամսական մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիայի սպառում ունեցող ՓՄԶ-ների 250 կՎտ էլեկտրաէներգիայի թանկացման մասը։ Սպառողների ազգային ասոցիացիան այս տարի Երևանի սուպերմարկետների վերաբերյալ 2252 բողոք զանգ է ստացել, որ ապրանքի նշված գինը չի համապատասխանում դրամարկվում պահանջվող գնին։ Ասոցիացիայի նախագահ Մելիթա Հակոբյանը գնացել է գնումների եւ պարզել, որ իր դեպքում եւս 560 դրամ ավել գումար է հաշվարկվել։ Բոլոր սուպերմարկետներում նույն վիճակն է։ Դերասան Վարդան Պետրոսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետագա պատիժը 3 տարին կկրի բաց ռեժիմով։ Նրա պաշտպանը Նիկոլայ Բաղդասարյանը չի բացառել, որ դերասանը հնարավորություն կստանա աշխատելու։ Դեռ ավելին, դերասանն արդեն թատրոնում աշխատելու հրավեր է ստացել։ Փաստաբանը սակայն չնշեց թատրոնի անունը։ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Miss Մոլորակ միջազգային մրցույթին, որը կկայանա սեպտեմբերի 6-ից 12-ը Թբիլիսիում։ Մեր երկիրը կներկայացնի 17-ամյա մոդել Դայանա Դավթյանը։ Top Model Հայաստան ասոցիացիայի տնօրեն Լուսինե Բաղդասարյանի խոսքով, բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել հաջորդ տարիներին նույնպես ապահովել մեր ներկայացուցիչ մասնակցությունը այս մրցույթին։ ԵՏՄ-ն զգալի քաղաքական ծանրաբեռնվածությամբ միություն է եւ բոլորովին չի համապատասխանում Վրաստանի եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման քաղաքական վեկտորին։ Այս պայմաններում բացարձակ անիմաստ է Վրաստանի ԵՏՄ-ին անդամակցելու հարցի քննարկումը, նշել է այդ երկրի արտգործնախարար Գյորգի Կվիրիկաշվիլին։ Միևնույն ժամանակ նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Վրաստանը աջակցում է ԵՏՄ անդամ բոլոր երկրների հետ երկկողմ ազատ առևտրի ռեժիմին։ Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի ափսոսում սահմանադրական բարեփոխումների նախագիծը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու համար։ Ավելին, Լյուդմիլա Սարգսյանն իր քայլի համար չի պատրաստվում վայր դնել իր մանդատը։ Որևէ ուժ չի կարող ինձ պարտադրել մանդատս վայր դնել, ասել է Լյուդմիլա Սարգսյանը։ Բիթլիսում Արդարություն եւ զարգացում կուսակցության գրասենյակներից մեկի վրա հարձակում է իրականացվել, շենքի վրա մոլոտովյան կոկտեյլ է նետվել, ինչի հետևանքով բռնկված հրդեհից գրասենյակը էական վնաս է կրել։ Կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչը նշել է, այս դեպքերը նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդանական ընտրություններին ընդառաջ մեր կուսակցականներին ահաբեկել են ցանկանում, սակայն չնայած այդ ամենին մենք չենք հրաժարվելու մեր պայքարից։ Օրվա լրահոսը։ Հանրապետության երկրորդ քաղաքական դեմքն այսօր վերջապես բացահայտել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները։ Ենթադրենք թողում ենք կիսանախագահական, ով պիտի լինի նախագահ։ Բոլորը կարող են նախագահ աշխատել, բայց նախագահ լինելը բացառիկների շնորհն է, այդ բացառիկներն էլ արդեն դարձել են նախագահ։ Սակայն Գալու Սահակյանի ամենամեծ ցավն առջևում է։ Ես շատ ցավում եմ, որ երկրի նախագահ նման կենսափոխով ու դերակատարումներով հրաժարվում է բոլոր պաշտոններից։ Ինքը պնդում է, որ նոր սահմանադրության նախագիծը Սերժ Սարգսյանի վերարտադրվելու հետ ոչ մի կապ չունի, ինչ դժվար բաներ հանել երկու անգամից ոչ ավել նախագահ դառնալու սահմանադրական արգելքը։ Այդ արգելքը ավելի հեշտ էր հանելը, քան ամբողջական մի համակարգ փոխելը։ Պարոն Սահակյանը չի հասկանում նաև այն միտքը, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահի պաշտոնից հետո գլխավորել ազգային ժողովը, բոլոր պաշտոններն արդեն զբաղված են լինելու։ Հետադարձ ճանապարհ չկա, համամասնական ընտրություններ են, համամասնական ցուցակ է, ովքեր որ պաշտոններ կստանան դրանից հետո, տվյալ քաղաքական թիմը նրանք ցուցակից դուրս են գալիս եւ
Եթե այս պաշտոնավորներն էլ ցուցակից դուրս են գալի, ցուցակը համալրվում է այսպես աստիճանաբար։ Խորհրդարանի ղեկավարը գիտի, որ կայուն մեծամասնության գաղափարը այս նախագծի ամենակննարկվող դրույթն է, հասկանում է, որ հանրապետականին մեղադրում են միայն իրեն մեծամասնություն տեսնելու մեջ։ Չէ՞ որ կարող եք նաև նախընտրական կոալիցիաներ ունենալ եւ փաստորեն այդ մեծամասնությունը դուք դառնաք։ Ինքը ոչինչ չի կարող անել, կայուն մեծամասնության դրույթը մնալու է նոր սահմանադրության նախագծում։ Բայց դրա առաջացումը ըստ էության կորոշի ընտրական օրենսգիրքը։ Ի դեպի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, որը 2017-ից հետո ձևավորվող կառավարման համակարգում իրեն պատկերացնում է բարձր պաշտոններում, Գալուստ Սահակյանը համեստ է, իրեն տեսնում է միայն մեկ պաշտոնում։ Գալուստ Սահակյան։ Ամբողջ գիշեր Տավուշի մարզի սահմանամերձ գոտում լարված է եղել։ Կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից մեծ տրամաչափի գնդացիրներ, դիպուկահարներ, ինչպես նաև 60 եւ 82 մմ-անոց ականանետեր։ Հայկական կողմը ունի 2 քաղաքացիական վիրավոր եւ 1 զոհ 1975 թվականի ծնված պայմանագրային զինծառայող Հայկ Դևոյանը։ Նախորդ 2 օրվա լարվածություն ընթացքում հակառակորդը եւս կորուստներ է ունեցել։ Հայ-ադրբեջանական սահմանի ընդհանուր լարված իրավիճակը Արծրուն Հովհաննիսյանը բացատրում է տարբեր պատճառներով։ Միաժամանակ, սակայն նա հավաստիացնում է, որ ռազմական լայնածավալ գործողություններ սկսելու վտանգ դեռևս չկա։ Ընդհանրապես հնարավոր չի տվյալ դեպքում որևէ բան բացառել, բայց հստակ նախանշաններ լայնածավալ մարտական գործողությունների չկան։ Ստեղծված իրավիճակում, ինչու Ռուսաստանը աջակցություն չի ցուցաբերում ՀԱՊԿ պայմանագրի անդամ ու իր ռազմավարական դաշնակից Հայաստանին, ժամանակը չէ արդյոք դիմել Ռուսաստանի օգնությանը։ Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են եւ ի վիճակի են հակառակորդի ոտնձգություններին պատասխանելու, ինչպես նաեւ նման տվյալ հարցը քաղաքական հարթության մեջ ունի համապատասխան ընթացակարգ եւ դա որոշվում է Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից համապատասխան խորհրդի նիստով եւ այլն եւ այլն։ Տավուշի մարզում բնակիչների տարհանումը պաշտպանության նախարարի խոսնակի վստահեցմամբ շանթ 2015 զորավարժությունների շրջանակներում է։ Տավուշի մարզում կազմավորվելու է համապատասխան ուրեմն մեծ բազա։ Ես հիմա փակագծերը չեմ բացի։ Հաղորդագրությունից դուք կիմանաք։ Ուղղակի որ Տավուշում 3 կրակոցներ է եղել, դա արդեն համընկել է։ Այլ տեղերում եւս պատրաստվելու են ժամանակավոր, այսպես ասած, ուրեմն տարհանման վայրեր։ Շանթ 2015 զորավարժությունների ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը արգելված է։ Եթե բջջային նույն տրետ ընդհանրապես չլինի, մենք ունենանք չէ՞ մեր համապատասխան մշակված սխեման, որով մենք իրար հետ աշխատում ենք։ Այսօր մեկնարկող շանթ 2015 ծրագրային զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 6-ը։ Պլանային զորավարժությանը ընդգրկված են պետության բոլոր կառույցները։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հայցի քննությունը սնանկ ճանաչել Նայիրիդ գործարանը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը 3 ամսով հետաձգեց։ Դատարանը բավարարեց գործարանի շահերի ներկայացուցիչ Արմեն Աբովյանի միջնորդությունը, թե այս պահին բանակցություններ են ընթանում Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ։ Հնարավոր է գալ ընդհանուր համաձայնության։ Նայիրիդը Հայաստանի էլեկտրական ցանցերին պարտք է 1 միլիարդ 200 հազար դրամ։ Դատական նիստը նկարահանել չթույլատրվեց Նայիրիդի շահերի ներկայացուցչի պահանջով, իսկ նիստից հետո Արմեն Աբովյանը դժկամությամբ պատասխանեց հարցերին։ Այդ ժամանակահատվածում միգուցե հնարավոր լինի վերագործարկման հետ կապված հարցերը կարգավորել։ Հնարավոր է ներդրողներ գտնեն, այսօր կառավարությունը նաև այդ ուղղությամբ մտածում, որպեսզի ներդրողներին եւ փորձեն վերագործարկել ընկերությունը։ Հայաստանի էլեկտրական ցանցերի ներկայացուցիչը դատական նիստին չէր ներկայացել։ Փոխարենը դահլիճը լեփլեցուն էր Նայիրիդի նախկին աշխատակիցներով, որոնք դատարանի բակում նաև բողոքի փոքր ակցիա անցկացրին։ Նրանք սխալ են համարում Նայիրիդը սնանկ ճանաչելու գործընթացը։ Մենք ուզում ենք մեր պայքարով նպաստենք Նայիրիդի վերագործարկմանը։ Նայիրիդը որպես հիմնարկ, ասենք միայն մեզ համար գործարան չի, մեզ համար միայն աշխատատեղ չի, ինքը հենց հանրապետության մասշտաբով հսկայական գիգանտը աշխատացնելով կարելի է մի քանի գործարաններ վերագործարկել։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։ Արվեստի քաղաքականությունը համերաշխություն քարոզելու սկզբունք պետք է ունենա։ Համոզված է երաժշտական աշխարհի լեգենդ Զուպին Մետան։ Ծնվել է Բոմբեյում, արիական ծագում ունեցող զրադաշտական հավատքի դավանող ընտանիքի զավակ է։ Վիեննայում երաժշտական ուսում է առել եւ արդեն 25 տարեկանում ղեկավարել է Վիեննայի աշխարհահռչակ նվագախումբը։ Աշխարհի առաջատար նվագախմբերի պատվավոր դիրիժոր Զուպին Մետան Հայաստանում է։
Առաջին անգամն եմ ձեր երկրում, մեծագույն հաճույք եմ զգում, իմ ծննդավայրում Բոմբեում շատ եմ շփվել հայ համայնքի հետ, հայրս, ով Բոմբեի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրն էր, Նյու Յորքում ջութակի է ուսանել հայտնի մանկավարժ Իվան Ղալամյանի մոտ, Վիեննայում հայ ընկերներ եմ ունեցել, Լիլի Չուքազյանի հետ եմ աշխատել։ Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Զուբին Մետայի ղեկավարած Իսրայելի ֆիլհարմոնիկը։ Համերգը նվիրված է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հայերը տաղանդավոր ժողովուրդ են եւ միանգամայն հասկանալի է, որ տարելիցը նշելիս մեծ տեղ են հատկացնում մշակույթին, երաժշտությանը։ Իդեպ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները համերգից առաջ այցելել են հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Աղջիկների ժպիտի Հայաստանի երկնքի կապույտի ու ամուր քարերի մասին գեղեցկության, երջանկության ու հին Երևանի մասին պատմող 120 կտավ մեկտեղվել են մեկ հարկի տակ։ Նկարիչների միությունում բացվել է Սերգեյ Մալցևի անհատական ցուցահանդեսը։ Բոլոր կտավներն են հարազատ, ասում է նկարիչը, բայց հին Երևանի շարքը իր ուրույն դերը ունի։ Պատկերված տեսարանների մեծ մասն այլևս իրականում չկա։ Սաղոքսովտը մի քիչ աղավաղվեց, բայց ինչ արած ժամանակի իրենն է թելադրում եւ պետք է մեկ որոշ չափով ենթարկենք, բայց երբեք մոռանանք մեր հուշերի մեջ, ամենի մեջ, որ կա հին Երևանը, որը մենք բոլորը սիրում ենք։ Մալցևը չի բացառում, որ մի օր նոր Երևանի պատկերները ներկայացվեն նրա ցուցահանդեսում, բայց դրա համար նախապայման կա։ Երբ որ ինքը մի քիչ համապատասխանի իր հոգեկան արժեքներով իմ հոգեկան արժեքներին, բայց շատ նոր Երևան է հիմա, որը մի քիչ իմ հասկացությունից մի քիչ դուրս է մնում։ Սերգեյ Մալցևն աչքի էր ընկնում իր տաղանդով դեռ ուսանող տարիներին, պատրաստի նկարիչ էր, հիշում է նրա ուսուցիչը։ Աշխատանքիդ արդյունքն ես տեսնում, ուրախանում ես, որ տեսնում ես այդ տղաները, որոնք իմացել ես ուսանող ժամանակ, հիմա տեսնում ես, որ խոշոր արվեստագետներ են։ Ցուցահանդեսի դռները բաց կլինեն 10 օր։ Ուղիղ 2 տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելիորեն հայտարարել է, որ Հայաստանը մտադրություն ունի միանալու Մաքսային միությանը։ Այսպիսով կասեցվեց Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրի նախաստորագրումը եւ Հայաստանը գնաց Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական ճանապարհով։ Ինչ արդյունքների ենք մենք հասել այս 2 տարվա ընթացքում, օրվա գլխավոր թեման։ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանին անդամակցությունից առաջ տրված խոստումները տնտեսական աճի եւ անվտանգության վերաբերյալ խաբեություն եւ կեղծիք էին։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համոզվել է սրանում մի շարք ուսումնասիրությունների արդյունքների ծանոթանալով։ Անվտանգության ամրապնդում տեղի չի ունեցել։ Մեր տնտեսական ցուցանիշների բարելավում տեղի չի ունեցել։ Խնդիրները, որոնք ունենում ենք մենք միգրանտների Ռուսաստանում ապրող հայերի հետ կապված, չեն պակասել եւ չեն լուծվել։ Որևիցե ուսումնասիրություն, թե ինչպիսի հաջողություններ կամ անհաջողություններ, ինչպիսի փոփոխություններ կունենան Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ գոյություն չի ունեցել եւ գոյություն չունի։ Եվրասիական տնտեսական միությունն արտաքինից տնտեսական միավոր է, սակայն նրա տակ քողարկված են Ռուսաստանի կայսերապաշտական նպատակները։ Այդ պատճառով էլ տնտեսական զարգացման սպասումները հիմնավոր չէին։ Արտաքին պարտքը Հայաստանի ավելացել է ուրեմն 10%-ով։ Հնան նվազել է մոտ 10%-ով, միջազգային պահուստները Հայաստանի մոտ 1 միլիարդ դոլարով կամ ինչ նույնն է մոտ 40%-ով նվազել են 2 տարում։ Ռուսաստանի ամբողջ նպատակը նա էր, որպեսզի կլանի Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը աստիճանաբար նրա ձեռքից վերցնի որոշ իրավունքներ միջպետական հարաբերություններում հանդես գալու կամ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստով խոչընդոտի նրան միջազգային հարաբերությունների մեջ մտնել այլ ուժային կենտրոնների հետ։ Անդամակցելով ԵՏՄ-ին Հայաստանն այնքան մեծ կորուստներ չկրեց ու դեռ չի կրի, որքան որ կհեռանա զարգացման հեռանկարից, ինչը քաղաքագետների համար սպասելի է։ Մենք երեք ավելի մեծ շանսեր ունեինք ժողովրդավարական երկիր, բարգավաճ, հզոր ապագա ունենալու։
Ստյոպ Ասաֆարյանի համոզմամբ այս իրավիճակում անգամ Հայաստանը ելք ունի, պետք է ճիշտ հաշվարկել տարածաշրջանային իրողությունները։ Իրանը այսօր նրա վերադարձը, սանկցիաների հանումը բազմաթիվ հնարավորություններ են ստեղծել մեզ առնվազն մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար։ Քաղաքագետը Էլեկտրիկ Երևանի օրինակով է համոզվել։ Ռուսաստանը Հայաստանի որպես գործընկեր է դիտում միայն այն ժամանակ, երբ հասարակության կողմից կա շահերը պաշտպանելու պահանջ։ Քաղաքական դաշտի արձագանքը 2 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությանը հակասական էր։ Իշխանությունը դեպի մաքսային միությունը շուռ գալու քայլը մեկնաբանում էր որպես երկրի անվտանգությունից ելնող անհրաժեշտություն, ինչպես նաև կանխատեսում էր որոշակի տնտեսական օգուտներ։ Այդ երկու փաստարկների գործնական իրականացումը կարծես թե առայժմ չի երևում։ Անդիմության մեծ մասը իր ներքաղաքական ծրագրերում որոշակի ակնկալիքներ ունենալով Կրեմլից բացահայտորեն չի հակադրվել մաքսային միությանը եւ ԵՏՄ-ի գաղափարներին։ Միևնույն ժամանակ անդիմությունը համաձայն է, որ ոչ տնտեսական զարգացման, ոչ էլ անվտանգության առումով այդ քաղաքականությունը իրեն չի արդարացրել։ Մյուս կողմից Հայաստանում կան զուտ արևմտամետ ուժեր, հասարակական կազմակերպություններ եւ կուսակցություններ, որոնք կարծում են, որ Հայաստանը պետք է ստորագրեր Եվրոասոցիացիան համաձայնագիրը եւ դրա սարսափելի հետևանքները, որոնց մասին իշխանության կողմնակիցները խոսում են Ուկրաինայի դեպքերի հետ կապված, պարզապես քարոզչական հնարք են, բայց այդ ուժերը Հայաստանում փոքրամասնություն են կազմում։ Ամեկ պլյուսի զրուցակիցն է ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը։ Պարոն Հարությունյան, 2 տարում Հայաստանում տնտեսական վիճակը վատացել է, եթե դա ընդունում եք։ Դա ինչ-որ ձևով կապված է մաքսային միությանը, իսկ այնուհետև ԵՏՄ-ին անդամակցելու հետ։ Ոչ։ Եվ ասեմ, նույնիսկ կարող ենք հարցը մի քիչ ձևափոխել։ Ասենք թե սեպտեմբերի 3-ից 13 թվականի անցել է 2 տարի։ Ինչ ունենք վերջին հաշվով։ Ես կարող եմ շատ պարզ ասել։ Մի շատ կարևոր արդյունք ունենք։ Հայաստանը խուսափեց, զերծ մնաց ուկրաինիզացման որևէ հնարավորությունից։ Սա լուրջ ձեռքբերումն է մեզ համար։ Հայաստանը զերծ մնաց ուկրաինական սցենարով զարգացումների հորձանուտ ընկալվելու որևէ հեռանկարից։ Եթե կուզեք, սեպտեմբերի 3-ին 2013 թվականի քաղաքական որոշում կայացնողը, այսինքն հանրապետության նախագահը, հենց իմ պատկերացմամբ, հենց այս կանխատեսումներից ելնելով էր իր որոշումները կայացնում։ Այսինքն գիտակցելով, թե ինչ հնարավոր զարգացումներ են պետք, միգուցե ոչ դետալներում, հա, բայց ըստ էության մենք այդ իշտորով այդ կուրսի մենք խուսափեցինք նման հնարավոր զարգացում։ Համաձայն եք, որ դա կլիներ Հայաստանի համար կործանարար, եւ մենք ձեզ հետ միասին այլևս տնտեսության հաջողությունների մասին չենք խոսա։ Բայց երկրորդը, անշուշտ, ոչ միայն Եվրոմիություն, ոչ միայն Եվրասիական տնտեսական միությունը, ոչ միայն Եվրոմիությունը, գլոբալ տնտեսությունը աշխարհի իր լավագույն ժամանակները չի ապրում։ 2008-2009 թվականի ֆինանսական ճգնաժամի արդյունքում ըստ էության սպառումը էապես կրճատվել է։ Սա առաջացրել է արտադրության հզորությունների արդյունավետ օգտագործման նոր խնդիրների։ Այսօր շուկաների համար, իսկ եթե կուզեք ավելի շատ տեխնոլոգիաների համար, սարսափելի կատաղի մրցապայքար է գնում։ Եվ այսօր այլևս առանձին պետություններ չեն մրցակցում։ Որպես կանոն մրցակցում են գլոբալ մակարդակում մեգա տնտեսությունները։ Հիմա այսպես թե այնպես Հայաստանը պետք է ինչ-որ մի այդպիսի համակարգի մեջ հայտնվեր։ Մեզ նման համակարգ ոչ ոք չի առաջարկում բացառությամբ Եվրասիական տնտեսական միությունը։ Հետո այդ տեսանկյունից հայտնվել մի միջավայրում տնտեսական, որը գոնե քեզ մի կողմից ավելացնում է քո անվտանգության երաշխիքները, գոնե չի նվազեցնում մի կողմից, հա, մյուս կողմից հավելյալ տնտեսական հնարավորություններ, բայց ձեռք տալիս, սա օգտակար է։ Բայց հարց է առաջանում, բայց եթե օգտակար էր, ապա այդ դեպքում ինչու է մեզ մոտ տնտեսչության վիճակը այդպես ոչ, ասենք թե սպասելիքի նման, հա, արդյունավետ կամ դրական։ Ասեմ ձեզ, Եվրասիական տնտեսական միությունն իր լավագույն կամ Ռուսաստանը իր լավագույն շրջանը չի ապրում։ Բոլորս էլ գիտեն, որ Ռուսաստանի տնտեսության վրա սանկցիաները, որոնք կիրառվեցին ուկրաինական զարգացումներում, էական նշանակություն ունեցել։ Հայաստանը լիներ այդ միության մեջ չլիներ, մենք պորտալարով կապված ենք ռուսական տնտեսական իրականության հետ եւ մեր վրա դա ազդելու է թե տրանսֆերտների կրճատման տեսանկյունից, թե արտահանման ծավալների նվազման տեսակ, հատկապես դոլար, ռուբլի այս համամասնությունների փոփոխության պարագայում։ Այնպես որ ես կարծում եմ, որ
օբյեկտիվ են պատճառները, ոչ Հայաստանի իշխանություններից կամ կառավարություններից կախված։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Խոսր Հարությունյանը։ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ընտրվել նախագահ, որովհետև ԱԻՄ-ը չի պաշտպանելու գործող նախագահի տեխնացությունը 2002 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, իսկ եթե ժողովրդը հայրենասիրական դաշինքն իսկապես կարողանա իրականացնել իր առջև դրված հիմնական խնդիրը, Քոչարյանը որևէ շանս չի ունենա, ասել է ԱԻՄ առաջնորդը։ Էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել սեպտեմբերի 3-ին անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Նյութեր Ամեկլուսի Բահոցից։ 1997-ի սեպտեմբերի 3-ին կառավարությունը սահմանում է նիստերից հետո լրագրողների հետ հանդիպելու կարգ։ Առաջինը էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանն է։ Նա տեղեկացնում է, որ Մոսկվայում կնքվել է հայ-ռուս-գազարդ փակ բաժնի տիրական ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։ Այն զբաղվելու է Հայաստանում գազատար խողովակների նորոգմամբ եւ նորերի կառուցմամբ։ Նույն օրն անկախ հեռուստաընկերությունները դժգոհ են հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի նախագծից, եթե այն ընդունվի այս տեսքով, Հայաստանում անկախ հեռուստաընկերություն չի մնա, ասում է Արմավիրի մասնավոր հեռուստաընկերության ղեկավարը։ Օրինագիծը պահանջում է, որ եթերում հնչող երաժշտության 50%-ը լինի հայկական։ Այս օրենքի նախատիպը ղազախական օրենքն է, որտեղ այն ընդունելուց հետո գրեթե բոլոր անկախ հեռուստաընկերությունները փակվել են։ 1998-ի այս օրերին Արմավիրի շրջանի Զարթոն գյուղում մոլեգնում է անհայտ բնույթի աղիքային վարակ։ Նախնական վարկածով պատճառը ջուրն է։ Ոստիկանությունը շրջափակել է գյուղը, ներս չեն թողում նույնիսկ հերթափոխի եկած մանկական բժշկուհուն։ Թումանյանագետ Լուսիա Կարապետյանն ուզում է գիտությունը փրկել տգիտությունից։ 1998-ի սեպտեմբերի 3-ին նա պահանջում է, որ Թումանյանի տուն թանգարանում աշխատեն միայն թումանյանագետներ։ Սակայն այս հավաքի առիթը բողոքն է մի հրապարակման դեմ, որտեղ գրված է, որ Երևանում Թումանյանը եղել է միայն մեկ անգամ, բայց նրա համար հուշարձան են կառուցել։ Հայաստանում է Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովը։ Այսօր նա այցելում է պետական համալսարանին դասախոսներին եւ հայտարարում, որ Ղարաբաղյան կոնֆլիկտում Ռուսաստանը ձգտում է այնպիսի լուծման, որը հաշվի կառնի Լեռնային Ղարաբաղի բնակչության օրինական իրավունքները։ Оно в том числе должно включать гарантии безопасности и беспрепятственного сообщения с Арменией и в то же время не ущемляя территориальную целостность Азербайджана. 1999-ի այսօրը Տիգրան Մեծ հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը հրաժարվում է տպագրել Հայկական ժամանակ օրաթերթի այսօրվա համարը։ Օրաթերթը տպարանին պարտք չունի, ուստի պարոն Մարկոսյանն իր արարքը պատճառաբանում է նրանով, որ տպարանը թուղթ չունի։ Թուղթ տվեք տպագրեմ, թերթին այսպես է դիմում նա։ Մի խումբ լրագրողներ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտ նույն օրը համր ցույց են կազմակերպում։ Առիթը դատարանի այսօրվա որոշումն է ընդդեմ Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, որը մի հրապարակման մեջ մարդուն որպես ճուգուն որակելու առիթով դատապարտվեց 1 տարի ազատազրկման։ Նման չէր եղել, որ լրագրողին խոսքի հրապարակման համար ուղարկեին քրեական հանցագործների մոտ։ Նիկոլ Փաշինյանը դաշնակցության ռամկավարների եւ մնացածների հայացքները ընդունում է, որ երբ որ նրանց վրա ճնշում էր գործադրվում պաշտպանում էր։ Նա սկզբունքն էր պաշտպանում, ազատ խոսքի։ Перефразировав Высоцкого, можно сказать так: чугун должен сидеть в тюрьме. Այցը անձամբ էր ներկայացրել իր տեսակը որպես որակում կիրառող Նիկոլ Փաշինյանի դեմ կայացված դատավճռի դեմ բողոքի ցույցին։ Փաշինյանը խմբագրություն ներկայացած հարկադիր կատարողին կոպիտ վարքի համար անվանել էր կազյոլ։ Ոստիկանները դեպքի վայրից անհայտ ուղղությամբ բերման ենթարկեցին նաև այցին։ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է ընդունում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ցույցի դուրս եկած լրագրողների մի մասին, որպեսզի հասկանա, թե ինչու են Փաշինյանի դեմ կայացված դատավճռի համար լրագրողները դիմում իրեն։ Լրագրողները Քոչարյանին տեղյակ են պահում, որ սահմանադրությամբ ինքը ազատ խոսքի երաշխավորն է։ Նախագահը հակադարձում է, որ ինքը նաև անկախ դատական համակարգի երաշխավորն է եւ Փաշինյանի դատավճռի հետ կապ չունի։ 2001-ի այս օրերին հայտնի է դառնում, որ Ռուսաստանին ունեցող Հայաստանի պարտքի դիմաց ռուսներին կհանձնվի ոչ միայն Մարս գործարանը, այլև Մերգելյանի անվան ինստիտուտն ու գործարանը։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Ինչ տարբերություն, դա ասենք բաժնետոմսերը վաճառվում է, ասենք Պետրոսյան Պողոսին, թե Իվանով Սերգեյին։ Վրաստանն առայժմ չի վճարելու իր արտաքին պարտքը Հայաստանին, որը մոտ $20 միլիոն է։ Այդ պարտքն առաջացել է էներգակիրների մատակարարումից եւ այնուհետեւ ձևակերպվել որպես վարկ։ Ինչ որ բան սակայն վրացիները կվճարեն։ Այս տարի տոկոսային մասով բյուջեում նախատեսված գումարները մենք Վրաստանից կստանանք։ Այս տարի $4 միլիոն համարժեք է, վճարումը եւ այդքան էլ մյուս տարի։
2008 թվականի նախագահի ընտրությունները ընթանալու են երկու փուլով, երկրորդ փուլում մնալու ենք ես եւ Սերժ Սարգսյանը, եթե նա առաջադրի իհարկե իր տեխնատությունը։ 2007-ի սեպտեմբերի 3-ին հայտարարում է Արամ Կարապետյանը։ Նա չի կասկածում, որ հաղթելու է Սերժ Սարգսյանին, հարցին թե դուք եք լինելու մեր հաջորդ նախագահը։ Նոր ժամանակների առաջնորդը փորձում է մարգարեանալ։ Դուք ասացիք։ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պարզաբանում է, թե հայ-թուրքական երկխոսություն նախաձեռնելու համար ինչու է պահանջում ոչ թե դրա հեղինակ Սերժ Սարգսյանի, այլև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Նախագահի հրաժարական նշանակում է 40 օր հետո նախագահի ընտրություն։ Եվ եթե մենք չունենք այն վստահությունը, որ 40 հետո մենք ենք հաղթելու, ուրեմն դա ուղղակի մեկ ռիսկ է, որը կարող է վերջանալ ավելի վատ հետևանքներով։ Նախկին ԲՀԿ-ական ներկայումս անկախ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հետաքրքիր գնահատական է տվել իր քաղաքական դիրքորոշմանը, հաշվի չառնելով, որ այս տարվա սկզբին ԲՀԿ-ն եռյակի շրջանակներում իշխանափոխություն էր իրականացնում։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մենք կհանդիպենք վաղը։ Դուք ընդդիմադիր եք, պարոն Առաքելյան։ Իհարկե ոչ, ինչի համար ընդդիմադիր եմ։ Ես ընդդիմադիր չեմ եղել։ Ничего не видел, ничего не слышал, ничего не знаю. Я не белый, я не красный, я в стороне. Так ведь революция! Это ничего не знаю. Я в стороне. Оставьте меня в покое.